Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել 2 ամսով կալանավորել Բագրատ arczepiskopos Գալստանյանին։ Առաջադրված մեղադրանքն է ահաբեկչության նախապատրաստում, զանգվածային անկարգությունների հրահրում, ինչպես նաև ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորվել են նաև Լեռնային Ղարաբաղի ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Գալստյանը, Բագրատ Գալստանյանի օգնական Մովսես Շարբաթյանը, ինչպես նաև Պահեստազորի գնդապետ Միհրան Մաղսուդյանը։ Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմինը հայտարարություն է տարածել, նշելով, թե Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իր աջակցությունն է հայտնում քաղաքական դրդապատճառներով հետապնդվող մեր հայրենակիցներին եւ դատապարտում է իրավապահ համակարգի օգտագործումը քաղաքական ընդդիմախոսների լռեցման նպատակով։ Ավելի վաղ հայտարարություն էր տարածել նաեւ Ազգային ժողովի Հայաստան խմբակցությունը, որում ասվում էր, որ գործող իշխանությունը հատել է օրենքի եւ բարոյականության բոլոր սահմանները։ Հայաստանում թմրանյութերի օգտագործման խնդիրը չի շրջանցել նաև ուժային համակարգը։ Վերջին 5 տարիներին տասնյակ ոստիկաններ ազատվել են ծառայությունից հենց թմրամիջոցների գործածման պատճառով։ 2020-ից մինչև 25-ը ծառայությունից ազատվել է առնվազն 53 ոստիկան թմրամիջոց օգտագործելու, ապօրինի շրջանառության կամ փորձաքննությունից հրաժարվելու հիմնավորմամբ։ Միայն 2024-ին ըստ մամուլի ոստիկանության 18 ծառայող ազատվել է աշխատանքից։ Թմրամիջոցները, այսպես ասած, համաճարակը տարածվել է փաստորեն նաև ուժային կառույցներում, որը իհարկե բնական էր, որովհետև ուժային կառույցներում աշխատող մարդիկ նույնպես երբեմն կարող են գործածել թմրամիջոցներ։ Անմասն չմնալ ընդհանուր տենդենսից, այսպես ասած, որը իհարկե շատ ցավալի է։ Փորձագետների խոսքով ոլորտում առկա խնդրի պատճառներից մեկն այն է, որ համակարգում նարկոլոգիական թեստավորումը ոչ պարբերական է եղել։ Միայն տարիներ առաջ են որոշ ստորաբաժանումների ոստիկաններին ստուգել։ Նկատում են, թեև այժմ որոշակի վերահսկողություն է իրականացվում ծառայության անցնելուց կամ ատեստավորումից առաջ, սակայն դա բավարար չէ։ Ոստիկանությունում ծառայության անցնելիս տվյալ անձը անցնում է համապատասխան բժշկական ստուգումներ, ինչի ընթացքում ստուգվում է նաև նրա հաշվառված լինելու փաստը նարկոլոգիական կենտրոնում կամ հոգեբուժարանում։ Բացի այդ, ատեստացիայի ընթացքում ծառայողները հանձնում են համապատասխան թեստեր։ Թմրանյութերի օգտագործումը ըստ վիճակագրության ամենաշատը արձանագրվել է կրտսեր խմբի ծառայողների շրջանում, 32 ազատում կրտսեր տեսուչների, ոստիկանների եւ ավագ ոստիկանների շարքից։ Այստեղ ճակերտավոր առաջատար են նաեւ պարեկային ծառայությունն ու ոստիկանության զորքերը։ Հատկապես ուժային կառույցներում, իրավապահ մարմիններում աշխատակիցների կողմից թմրամիջոցների գործածումը ուղղակի անթույլատրելի է, բայց մենք միշտ նշել ենք, շեշտել ենք, որ թմրամիջոցների դեմ պայքարի լավագույն միջոցը հիմնավոր գիտելիքների տրամադրումն է ազգաբնակչությանը։ Այս տարվա առաջին 5 ամսվա ընթացքում ներքին գործերի ոստիկանության 8 ծառայող է ազատվել աշխատանքից թմրանյութեր օգտագործելու համար։ Սա ըստ մասնագետների ոլորտում առկա վերահսկողության բացի մասին է վկայում։ Թմրամիջոց գործածող ոստիկանը չի կարող թմրամիջոցների դեմ էֆեկտիվորեն պայքարել, դա միանշանակ է։ Վերջերս շաբաթներ առաջ հաստատվեց թմրամիջոցների դեմ պայքարի 2025-2027 թվականների ազգային ռազմավարությունը, որոնք վերաբերել են նաև իրավապահ մարմիններին եւ իրավապահ մարմինների շրջանում թմրամիջոցների գործածման կանխարգելման միջոցառումներին։ Թմրամիջոցների դեմ պայքարի այս ծրագրի հետ մասնագետները հույսեր են կապում։ Այն օրերս գործադիրը հաստատեց, ասում են գուցե վերահսկողության մեխանիզմները նպաստեն խնդրի լուծմանը եւ ամփոփում հասարակությունը պետք է վստահ լինի, որ օրենքը պահողն ինքը օրինապահ է։ Լոռու մարզում Դարպաս գյուղում վիճաբանություն է եղել հունիսի 24-ին, այն ավարտվել է դանակահարությամբ։ Նույն գյուղի 54-ամյա բնակիչը Աշոտը սուր կտրող առարկայից ստացված վնասվածքներով մահացած տեղափոխվել է Վանաձոր բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն գյուղ են ժամանել քրեական ոստիկանության ծառայողները Լոռու մարզի վարչության պետ Խորեն Բարխյանի գլխավորությամբ ժամանել են նաև ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գուգարքի բաժնի հերթապահում։ Քրեական ոստիկանները տաք հետքերով բացահայտել են հանցագործությունը ու պարզել, որ կասկածյալը 19-ամյա տղա է։ Քրեական ոստիկանները Լոռու մարզի տաք հետքերով ենթադրյալ կասկածյալին հայտնաբերում են դեպքի վայրից բավականին հեռավորության վրա։ Այդպես էին նշում դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել։
Համացանցում տեսանյութեր են հրապարակվել, որտեղ երևում է, որ Աղվերանը եւ շրջակա տարածքները ենթարկվել են Մորեխապարսի գրոհի։ Լրատվամիջոցներից մեկի զրույցում արձականի վարչական ղեկավարը նշել է, որ տարածքի բնակիչներից ահազանգ է ստացել։ Նա հայտնել է, որ համայնքապետարանը այդ մասին տեղեկացվել է։ Ըստ Մարգարյանի, էկոնոմիկայի նախարարությունից կուղարկեն համապատասխան դեղամիջոցը մորեխների դեմ պայքար իրականացնելու համար։ Արձականի վարչական ղեկավարը նաև տեղեկացրել ու պարզաբանել է, որ վիճակը այս պահին միայն արձականի հանգստյան հատվածում է։ Հայկական ծիրանը պահանջված է արտերկրում, մասնավորապես Ռուսաստանի Դաշնությունում։ Էկոնոմիկայի նախարարը ներկայացրեց, արձանագրեց ու 2 օր անընդմեջ նոր տվյալներ փոխանցեց։ Ծիրանի արտահանման հետ կապված խնդիրներ չկան։ Այս տարվա հունիսի 1-ից հունիսի 23-ը ՀՀ-ից ծիրանով բեռնված 502 բեռնատար արդեն իսկ հատել է Ռուսաստանի Դաշնության մաքսային սահմանը։ Միայն վերջին 3 օրում ծիրանով բեռնված 136 բեռնատար մտել է Ռուսաստանի Դաշնություն։ Միայն հունիսի 24-ին Հայաստանից ծիրանով բեռնված 96 բեռնատար մտել է ՌԴ։ Ընդհանուր առմամբ հունիսի 1-ից մինչև 24-ը մեր ծիրանով բեռնված 598 մեքենա հատել է ՌԴ մաքսային սահմանը։ Սա լավ արդյունք է, թե ոչ, հարցը համեմատության մեջ է պետք դիտարկել լիարժեք պատկերացում ստանալու համար։ Ի պատասխան Panorama AM-ի էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար Լիլիթ Շաբոյանը ներկայացրել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ծիրանի արտահանման ծավալների հետ համեմատական վիճակագրություն։ Համաձայն ՍԱՏՄ-ի կողմից ներկայացված օպերատիվ տեղեկության Հայաստանի Հանրապետությունից 2025 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 22-ն ընկած ժամանակահատվածում արտահանվել է 13507 տոննա ծիրան, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է շուրջ 18.8%-ով։ 2024 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 22-ը ծիրանի արտահանման ծավալը կազմել է 10977.3 տոննա։ Պաշտոնական մակարդակով արված հայտարարություններն էլ են փաստում, այս տարի ծիրանի արտահանումը նվազել է։ Ավելի վաղ արտահանողներն էին հայտարարում, որ սահմանին իրենց արգելքի ժամանակ պատճառաբանում էին, թե ծիրանի մեջ D վիտամինն է քիչ, հիմնատախտակների վրա կնիկ չկա եւ այլն։ Ծիրանով բեռնված որոշ բեռնատարներ վերին Լարսի անցակետից հետ են ուղարկվել փաստաթղթային խնդիրների պատճառով։ Էկոնոմիկայի նախարարությունից վստահեցնում էին, քիչ թիվ են կազմում հետ ուղարկված մեքենաները։ Նախորդ տարի օրինակ նման խնդիր չի եղել։ Մեր ծիրանն արտահանվել է Ռուսաստան, Բելարուս, Վրաստան, Ղազախստան եւ Արաբական Միացյալ Էմիրություններ։ Ըստ մարզպետարանից ստացված օպերատիվ տեղեկատվության 2024 թվականի հուլիսի 15-ի դրությամբ Հայաստանում հավաքվել է շուրջ 64531 տոննա ծիրան։ 2024 թվականի հուլիսի 18-ի դրությամբ արտահանվել է 29187 տոննա ծիրան։ Այս տարվա հուլիսի տվյալներին դեռ սպասել է պետք, իսկ մինչ այդ գյուղական համայնքներից են ահազանգում։ Ծիրանը մնացել է ծառերի վրա, այգետերերը չեն հավաքում, հույս չունեն, որ արտահանվելու է, քամին է թափում ցած։ Չեն կարողանում երեխաներին հայտագրել ծնողները պետական դպրոցներում 3 առավոտից համակարգը խափանվել է ու չի դիմացել ծանրաբեռնվածությանը։ Միաժամանակ հազարավոր ծնողներ են փորձել Հայտ.Իմիս.Am կայքով գրանցել առաջին դասարանցիներին իրենց նախընտրած լավագույն կամ պարզապես ամենամոտ դպրոցներում։ Զայրանում դժգոհում են մայրերը, համակարգի խափանման պատճառով պահանջված դպրոցների տեղերը արագ լրացել են, գրանցումը չեն հասցրել, իրավիճակին համարժեք ուշադրություն եւ լուծում են խնդրում։ Անթեթ ռեֆրեշ եմ անում, հնետես ինչեր ա գրում։ Պատկերացնում ես, հեսա կբացի ու տեղերը լրիվ փակ։ Ուղիղ 4-5 րոպե այդպես խափանված մնաց համակարգը, ընդհանրապես հնարավոր չէ որևէ գործողություն կատարել։ Բացվելուց հետո անմիջապես նշվեց, որ տվյալ դպրոցում, որ ես նախընտրում եմ, բոլոր տեղերը փակված են, լրացված են։ Այսինքն, եթե մի ծնող իր հարազատների օգնությամբ, ընկերների օգնությամբ մոտ 10 հոգի կարողանում է նույն բալիկյանն լրացնել եւ 10 հոգուց մեկն է ստացվում, եթե ես նստել եմ համակարգչի դեմ մենակ կամ երկուսով, ենթադրենք, մեզ մոտ չի ստացվում։ Դպրոցի ընտրությամբ չի խախտվում երեխայի կրթության իրավունքը, ծնողը կարող է երեխային համայնքի մեկ այլ դպրոց ուղարկել, վստահեցնում է կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրենը, պնդում, կայքն անխափան աշխատել ու աշխատում է այս պահին որևէ խնդիր չկա։ Առաջին 3 րոպեի ընթացքում եղել է ծանրաբեռնվածություն, բայց խափանում չի եղել կայքի։ Ծանրաբեռնվածությունը բոլոր մասնակիցների համար է եւ այդտեղ որևէ բան անել հնարավոր չէ։ Այսինքն եթե նույնիսկ ծանրաբեռնվածություն չլիներ, մեկը կհասցներ ծնողներից, մյուսը չէր հասցնի։ Կրթության իրավունքի հետ կապված որևէ խնդիր որպես այդպեսին չկա։ Եթե այդ դպրոցում կոնկրետ չի հասցնել, մեկ այլ մոտակայքի դպրոցում կարող է հայտարարել։
Համակարգը իսկապես որոշակի անհարմարություններ ստեղծում է ծնողների համար, ասում է ոլորտի փորձագետը։ Նկատում այս խնդիրը չի լուծվի այնքան ժամանակ, քանի դեռ մեր երկրում դպրոցները համաչափ զարգացած չեն։ Շատ երկրներում մարդիկ ուղղակի իրենց երեխային ուղարկում են իրենց բակի դպրոցը, որովհետև դպրոցների միջև տարբերությունները շատ մեծ չեն եւ պետությունը քիչ թե շատ նույն մակարդակի կրթություն բոլոր պետական դպրոցներում ապահովում է։ Սրա արդյունքում իհարկե շատ ծնողների համար ստեղծում են անհարմարություններ, օրինակ այսօր մի ծնող ինձ ասում էր, որ ստիպված է երեխային ուղարկել մի դպրոց, որը կիսափուլ վիճակում է։ Համակարգը ինձ հուշեց ընտրեց իմ փոխարեն այն դպրոցը, որտեղ ազատ տեղ կար։ Ստացեց ոչ թե ես եմ ընտրում, այլ համակարգն է իմ փոխարեն առաջարկել այն դպրոցը, որտեղ ազատ տեղ կա համայնքում։ Խաչատրյանը կրթական գերատեսչությանը հորդորում է մոնիթորինգ անցկացնել ու աջակցել առավել քիչ պահանջարկ ունեցող դպրոցներին։ Նախարարությունը պետք է նայի, որ դպրոցներն են, որ հեշտությամբ հավաքում են աշակերտներ եւ փորձի են մյուս դպրոցներին աջակցել ինչ-որ ձևերով, որպեսզի հավասարակշռություն առաջացնի։ Տեսեք, մենք ունենք դեպք, որ նույն կոմպակտ թաղամասում կա երկու դպրոց, մեկը կատարյալ վերանորոգված է, մյուսը շենքային վատ պայմաններում է։ Հիմա բարձր է, որ ստեղ մենք այս երկու դպրոցներին դնում ենք անհավասար վիճակում։ Մինչև հանրապետությունում բոլոր դպրոցները չապահովեն համարժեք պայմաններ ու որակյալ կրթություն, ծնողների պայքարը երեխային լավ դպրոցում տեղավորելու համար շարունակվելու է։ Մասնագետը վստահ է, խնդրի լուծումը ոչ միայն տեխնիկական համակարգի կատարելագործումն է, այլ նաև կրթական համակարգի միջավայրային եւ բովանդակային հավասարակշռումը։ Հաագայում կայացած հանդիպման ընթացքում Ուկրաինայի նախագահ Զելենսկին եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անդրադարձել են Ուկրաինայում հրադադարի հաստատման եւ կայուն խաղաղության հաստատման հնարավորություններին։ Ըստ Զելենսկու հանդիպումը եղել է երկարատև եւ բովանդակային։ Քննարկվել են մի շարք առանցքային հարցեր, որոնք առնչվել են Ուկրաինայի անվտանգությանն ու բնակչության պաշտպանությանը։ Զելենսկին իր գնահատանքն է հայտնել Միացյալ Նահանգներին խաղաղ գործընթացին աջակցելու պատրաստակամության համար։ Դանիան կդառնա առաջին երկիրը, որի հետ Ուկրաինան կսկսի ընդհանուր պաշտպանական արտադրություն, ասել է Զելենսկին։ Ուկրաինայի եւ Դանիայի պաշտպանության նախարարները ստորագրել են համատեղ փաստաթուղթ Դանիայի տարածքում ուկրաինական սպառազինության արտադրություն սկսելու մասին։ OpenAI-ի եւ Musk-ի միջև դատական գործընթացում Musk-ի փաստաբանները հայտարարել են, որ նա համակարգիչ չի օգտագործում, սակայն դրա հակառակ ապացուցող բազմաթիվ գրառումներ եւ լուսանկարներ են շրջանառվում։ Դատական վեճը սկսվել է 2024-ին, երբ Musk-ը մեղադրել է OpenAI-ին իր սկզբնական առաքելությունից շեղվելու եւ Microsoft-ի շահերին ծառայելու մեջ։ OpenAI-ն էլ հակընդդեմ հայց է ներկայացրել մեղադրելով Musk-ին անդադար մրցակցության մեջ։ Դատավարությունը նախատեսված է այս տարի։ Հարավային Կարոլինայում կայծակի հարվածից կան տուժածներ, Մյուրեյ լճի լողափում կայծակի հարվածից տուժել է ավելի քան 20 մարդ, այդ թվում 12 երեխա եւ 6 մեծահասակ, ովքեր տեղափոխվել են հիվանդանոց։ Վնասվածքներն անվտանգ են կյանքի համար, կայծակը հարվածել է շոգ եւ արևոտ օրով։